Բարև ձեզ։ Այսօրվա մեր հաղորդման հյուրն էր 44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Ավետիսյանը, ով խոսեց իր մարտական գործողությունների մասին Մարտունիում, ինչպես նաև խոսեցինք պատերազմի մեկնարկի, ընթացքի եւ ավարտի մասին, ինչպես նաև Ալբերտը խոսեց թիկունքի համալրման կարևորության մասին։ Շնորհակալություն ենք հայտնում մեզ դիտողներին, բաժանորդագրվեք մեր YouTube-յան եւ Instagram-յան ալիքներին հաջորդ հաղորդումները բաց չթողնելու նպատակով։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Ավետիսյանը։ Ողջույն Ալբերտ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ թվում է բավականին հետաքրքիր թեմա ենք քննարկելու արդի այսօրվա իրականության մեջ ու մանավանդ այն պայմաններում, որ երիտասարդները կարելի ասել մեծամասնությունը այն ուղով անցել է, որի մասին մենք այսօր խոսելու ենք։ Ես էլ եմ ողջունում Ալբերտ ջան, նաև շնորհակալություն եմ հայտնում մեր ծրագրի շրջանակներում հյուրընկալվելու համար։ Մենք արդեն նկարել ենք մի հաղորդում եւ դրանից հետո մարդկանց ասել ենք, որ հաջորդ հաղորդումների ընթացքում ունենալու ենք հյուրեր ու արդեն իրանք կկիսվեն իրենց ծառայության ժամանակահատվածի եւ շեշտադրումը հենց դրել ենք պատերազմի եւ դրա ընթացքի վրա, քանի որ ուզում ենք բարձրացնել թե երիտասարդների շրջանում հայրենասիրական ոգին եւ թե իրազեկել այն կորած պատմությունների մասին, որոնք մենք ինքներս պահել ենք մեր մեջ նույնիսկ պատերազմից հետո եւ մարդկանց իհարկե շատ հետաքրքիր կլինի լսել, թե իրականում առաջին դեմքից ինչ է կատարվել կռվի ժամանակ։ Նախ կուզենք իմանանք, թե որտեղ ես սկսել ծառայել կամ դրանից հետո տեղափոխվել ես ուրիշ զորամաս, ընդհանուր առմամբ քո ծառայության մասին պատմես։ Նախ, որ այդպես պատմեմ, ինչպես բոլորը, այնպես էլ ես ծառայությունը սկսել եմ Երևանից, ոնց բոլորն են սկսում։ Երևանի զինկոմիսարիատում ստացել եմ մեր լեզվով ասած վայնի բիլետը կամ զինգրքույկը, պեչատել են, ստորագրել են, ես համաձայնել եմ այդ օրենքներին, որ գնում եմ ծառայության, առանց տեղյակ լինելու, որ ես ուրեմն գնում։ Իմ համար այդ զինվորական կյանք ասվածը միշտ իմ աչքի առաջ եղել է, որովհետև տանեցիները զինվորական կյանքի հետ կապ են ունեցել, բարեկամներ եմ ունեցել զինվորական տարբեր ոլորտներում աշխատող։ Իմ համար այդ ամեն ինչ հարթ էր նրա համար, որ ես գնում էի ծառայելու, իմանալով ինչ է լինում, ոնց է լինում։ Երբ որ ես արդեն գնացի հանրապետական հավաքակայան, այդ բուրնի պունկտ, այդ քաշելու ժամանակ ես քանի որ չունեմ սովորություն կազելու, այդ պահին, երբ որ քաշեցի, աչքերից դեմ ջո տարերը գնացին եկան, կարդացի Արցախի հավաքակայան ու այդ պահին ասենց հիշողությունս ինձ հետ գնաց ու ես հիշում եի, որ իմ պապան ասում էր ես դաժե փող կտամ, որ քեզ տանեն Ղարաբաղ։ Բոլորը զարմանում էին, որովհետև բաներ իմ համար դա այտենց մի քիչ հա ուրախանալու էր կամ բաներ, բայց պապայիս ընկերական մեծամասնությունը կամ առհասարակ պապաս ծառայել էր Ղարաբաղում հորադիզում 94-96 թվականներին։ Մինչ պատերազմը եղել էր էլի Արցախում։ Հա, առաջ անգամ 3 ամսական եմ եղել, եթե չեմ սխալվում, տարել են Արցախ, հետո դրանից հետո տարբեր տարիքներով գնացել եկել եմ Հադրութ, այտենց բոլոր շրջանների երևի թե այդ բանակի այդ առաջի օրը իմ համար շատ դեժավյու էր, բոլորը ինչ որ sense տխրել են գնում են Արցախ, բան, իմ համար ուրախություն էր, պապաս ասել է գնում եմ Ղարաբաղ, sense վիճակ էր, գնում եմ հասնում եմ Խոջալու, այնտեղ ենք քաշում արդեն, քաշում եմ գրացա երկրորդ պաշտպանական շրջան, դե շատ իմանամ երկրորդ պաշտպանական շրջանը որն է, ասում են դու գնում ես Մարտունի 2, ասում լավ գնում ենք, ինչ անեմ, գնում ենք Մարտունի 2 երևի թե տենց մի 20 օր հետո ուչեբկա ասվածը վերջանում է, տեղափոխվում ենք կարանտինը, հա 5-րդ գումարտակից տեղափոխվում ենք տարբեր վաշտեր կամ դիվիզիոն, հրետանային եւ այլն։ Ինձ ասում են դու գնում ես հրետանային դիվիզիոն D30-ի վրա ես ծառայելու, հրետանային մարտկոց հենց մի անգամից։ Ու գնացել օրինակ որ ասում են պատերազմի ժամանակ հրետանին շատ լուրջ միջոց է թշնամուն ոչնչացնելու համար, դաժե ասում են հրետանին պատերազմի աստված ասենց արտահայտություն կա։ Օրինակ դու ո՞նց կմեկնաբանես այդ, քանի որ դու անձամբ ես ծառայել այդ տեխնիկայի վրա։ Սենց մի հատ հետաքրքիր բան կար, որը ես անալիզ էի արել պատերազմից հետո։ Ասում եմ, երբ որ խաղաղ պայմաններում մարդիկ ծառայում էին մի հատ իրավիճակում, մի հատ ստորաբաժանում, որտեղ ամեն ինչ շատ հեշտ է, պատերազմի ժամանակ այդ հակառակն է ֆռում։
հրետանին աշխատում է ամենաշատը, հոբ համակարգերը աշխատում են ամենաշատը, կապը, հակատանկային մարտկոցները, տանկային վաշտերը, սա աշխատում են ամենաբարդ ձևերով, բայց ծառայության ընթացքում սովորական պոլկային պայմաններում, որ ասում ենք, աշխատում են ամենահեշտ ձևով, ծառայում են ամենաթեթև ձևով կարելի է ասել։ Այդ իմ համար այտենց անալիզ էր, ու ես երբ որ հրետանիում սկսեցի ծառայությունս, իմ համար այնքան բարդ էր, որ ես պիտի հաշվարկի համարեի, մինչև հետո արդեն սերժանտ, ավագ սերժանտ լինելը, այդ բանի հրանոթի ոտքի հատվածը պիտի քաշես, բացես, որ մարտի բերես դե 30-ը, ինքը տես բավականին ծանր ու մենք երևի թե մեր սերունդը տենց կոլոտ մոլոտ էին բոլորը։ Իսկ քանի հոգով եք բացում այդ հաշվարկը 4 հոգի է, ոչ մարտական պայմաններում, 4 հոգի հրանոթի հրամանատարը, նշանառուն ու 2 հաշվարկի համար։ Իրան գումարվում են 3 հոգի դառնում հաշվարկը 7 այդ մարտական գործողությունների ժամանակ, երբ որ մոբ է գալիս։ Ազալկով 3-4-ին 1 2 Հրանոթ Բայց դե քանի որ մոբը չկա ու դու ծառայում ես 4 հոգու պիտի մարտի տաս հստակ սահմանված ժամկետում, այնտեղ չեմ հիշում 55 վայրկյաններ, րոպե, 3 վայրկյան, ինչ-որ բաներ կար։ Դե 30 օրինակ եթե 4 հոգով եք բացում մարտի բերում, օրինակ ես ու Սարգիսը դե զրատանկային զորքերի վրա ենք ծառայ, դու պատկերացնում ես 3 հոգանոց ջոկը հանգարց տանկի կամ BMP-ի ցեփը գցեր, ու մենք այդ 3 հոգով պետքա այդ կարգի բանը դզենք։ Դա բարդ է իրականում, որ ասում ես պատկերացնելն էլ է բարդ, որ դու կարաս 3 հոգով մի տանկի ցեփ գցես կամ եւ այլն ինչ որ մի բան անես։ Այն որ ասում է մարդու մտքին տեղը լինի ու իրավիճակից է կախված, այդ ամենաճիշտ ու փորձված մեթոդն է, կապ չունի քանի կիլո կարա լինի այդ արկղը, դու կարող ես այդ պահին որ ասում է ենթագիտակցորեն դա վերցնես ու շպրտես մի կողմ, բայց սովորական պայմաններում դա չկարանա իր անել։ Պատերազմը ոնց սկսեց ձեր մոտ։ Մեր մոտ մի փոքր երևի թե այլ սկսվեց, որովհետև մենք 2 օր առաջ պատերազմի հիմնական սկսելուց արդեն դիրքերում էինք, ինժեներական աշխատանքներ էինք իրականում անում ու ես լսել էի անընդհատ ծառայության ընթացքում այդ մի տարվա, որ տանկերը պոլկից դուրս չեն գալիս։ Չգիտեմ խի, իմ համար այդ խոսիքը զարմանալու էր, ինչի տանկերը պոլկից դուրս չեն գալի, եթե իրանք կան։ Ու մենք երբ որ այդ ամսի 26-ին ես իջել էի էլի պոլկ, մտանք ճաշարան, ես առաջին մարտն էի դիվիզիոնի մտնող, քանի որ ես էի ուղեկցել այդ օրը դասակը, ինձանից առաջ տանկային գումարտակի վերջի անցնողներ։ Ոնց իրանք անցան համարյա արդեն վերջացնում են, ես պիտի սինիով մոտենամ, իրանք դուրս եկան մի անգամից։ Իմ համար դա էր հետաքրքիր, տղեկին ինչ է լավ, այս խիսինիները թողեցին դուրս եկան, ինձ զանգ եկավ դիվիզիոնի Զորամասի ճաշարան։ հա, ինձ զանգ եկավ դիվիզիոնի հրամանատարից, վերցրեցի ճաշարանում, դասենք չգիտես ոնց խոսած նախ որ հեռախոսը չտենան։ Երկրորդ ասենք այնմից երում կանգնած է գումարվանի պոլկի շտաբի պետը, ասենց մի կերպ ես ասում եմ, հա, արի։ Ես այդ սինին թողում եմ, ես էլ եմ դուրս գալի։ Ու մենք գնում ենք ոնց որ կարելի ասել արտագնա դուրս, տենց։ Գնում ենք տարբեր դիտարկումներ ենք անում հրամանատարաշտաբային կետերում ենք լինում այս կոմ ու մենք այդ օրը մնում ենք արդեն այնտեղ դուրսը։ Իմ համար շատ հետաքրքիր էր այն պահը, որ ես դե հրետանի կրակել տեսել էի, կրակել էի եւ այլն, բայց երբ որ դու չես կրակում, քո վրա են կրակում ու դու դա լսում ես, բայց չես տենում, այդ ամենահետաքրքիրը։ Առավոտ ժամը 6:40-ը ինձ հանել են քնից, հելնենք, հաց սարքենք, հաց ուտենք, որ առավոտյան կպնենք գործի եւ այլն։ Լավ, ասում հելնենք, հելնեմ, գնացել եմ, լվացվել եմ, այս կոմ գալիս եմ, ու մեկ էլ շուտ դրոց է գալի գլխիս վրա, ու չեմ զգում դա ինչ դրոց է։ Ես մտածում առավոտ շուտ է դե ինչ որ ականջներս է ձեն տալի կարելի, որ մեկը հետևից գրում է պարկի։ Այդ խոճապարվանով պարկում եմ, 2 վայրկյան հետո գլուխս բերեմ եմ բարձրացնում, այդ սպիտակ թևերով, անօթաչու թռչող սարքերն է, 3 հատ անցնում են այդ մեր բաների վերով, կրակային դիրքերի, ու հենց անցնում են 2 հատին հակաօդային պաշտպանությունը խփում է, մի հատը անցնում է արդեն տարածքը։ Հենց անցնում է, ուղիղ 7-ից 5 պակաս էր, այդպես լավ ֆիքսել եմ ու հիշում եմ։ Իմ համար մի հատ sense որ ասում են կարմիր կոճակ կա է, այդ կարմիր կոճակը որ սխմում ես մի քանի բան տրաքում է, ոնց որ այդ վիճակը լներ։ Պոլկը, հրետանային դիվիզիոնների հիմնական գրակային կետերը ու մարտական բանից այդ
պոլիգոնները, որ ասում ենք, այդ 3 կետը միանգամից փոշի ելավ միանգամից։ Գմփաց ու փոշի ելավ ու դրանից հետո սկսեց ինչ-որ դմդմփունը գալ, գրադներ կրակում բնականաբար, բայց չենք տենում։ Իմ համար դա էր անհասկանալի, այսինքն ես լսում եմ ձենը, բայց չեմ տենում իր խփածը։ Ու սկսեց այնց անձրևի նման մաղել այդ գրադի կրակածը մեր այն կրակային դիրքերին, որտեղ հələ ոչ մեկ չի նստել։ Դրանից հետո դե արդեն տագնապները սկսեց, բոլկը դուրս եկավ ու Մարտակի վրա էլ էր կրակ եղել առաջին օրը։ հա, հիմնական կրակային դիրքերի վրա սկսեց գրադի կրակ գալ ու հրետանին սկսեց դրանց վրա հենց աշխատել, որոնք հիմնականին են։ Եթե մի խոսքով բան անենք, ասենք դուք ոնց որ արդեն գիտեք, որ պատերազմը սկսվելու ձեր դիրքում։ Որը տենց ասեմ հստակ գիտեինք չէ, դա սուտ կլինի, բայց նախ կուտակումների մասին մենք գիտեինք, տեսնում էինք առասարակ շարժը ոնց է իրականանում, ոնց ադրբեջանական զորքը գալի, հրետանային դիրքեր գրավում եւ այլն, նշանակետեր կար, բաներ տարբեր ձևերով ու անընդհատ քարտեզների վրա գործողություններ էինք անում մենք եւ այլն, այդ մասով տենց գիտեինք։ Իսկ դիմադրելու առումով ինչ կարգի դիմադրություններ ցույց տալի զորքը թշնամուն։ Ինչ ժամկետներ կարողացաք դիմադրեք, ինչքան հեռավորության վրա։ Տարբեր էին դրանք հիմնականում, եթե խոսեմ հենց իմ ծառայության հենց այդ առաջին մի քանի օրերին բավականին նորմալ էր ամեն ինչ, որովհետև թե մարդկանց քանակն էր հերիքում աշխատելու տեսանկյունից, թե զինտեխնիկայի քանակը, որովհետև իրանք հրետանիով չէին խփում մեր հրետանուն, իրանք խփում էին անձնակազմին հրետանիով, բայց իրանք ԱԹՍ-ներով խփում էին մեր հրետանու աշխատող կայաններին, այսինքն կայսներին էին խփում, D20-ներին էին խփում, D30-ներին, Մինամյոտներին։ շարքից հանում էին, մինամյոտներին այդքան չէին խփում։ Հիմնականում շարքից հանում էին այդ աշխատող կառույցները, որոնք իրանց են խփում։ Մեծ վնաս են Հա, հասցնում։ անձնակազմը իր համար այդքան էլ խնդիր չէր։ Ու երբ որ գալիս էր արդեն մյուս զինտեխնիկան, որը փոփոխվում էր, իմ համար զարմանալուն դա էր, որ զինտեխնիկան հին էր։ Հին ասելով, ասենք 80-ականների էր։ Իրենց մոտ համալրվածությունը, թե մեր Չէ, մեր, եթե մեր 1980 թվականինը արդեն չեղարկվում էր, դուրս էր եկել շարքից, տրաքել էր եւ այլն ինչ-որ բաներ եղել, որը փոսից հանում էինք հին, նորն էինք բերում, այդ նորն էլ էր նույն թվի։ Բայց այդ ի զարմանս ինձ ինքը բավականին լավ էր աշխատում։ Մեր մոտ խնդիրը առաջացավ մենակ մի դեպքում, երբ որ արկերն էին ինչ որ ձև երևի պահեստներում էր եղել թրջված, պահեստներում ինչ որ ձև վատ էր պահպանված, մենակ մի քանի օր դրա խնդիրն ենք ունեցել։ Ունեցածը անձնակազմի բարոյական վիճակը, հա, բավականին լավ էր անձնակազմի վիճակը։ Ուղակի գրողներ տեսել եք, ինչ հաճախականությամբ են ուղակի գրողում օրվա մեջ։ Այդ դեռ տենց չեմ բան արել, հարցրել մասնագետներին, մեր արևելագետներին պիտի մի հատ հարցնեմ։ Իրանց մոտ գալիս էր ժամը 4-ը, կրակը դադարում էր։ Մինչև ժամը 7-ը իրիկունը։ Абսոլյուտно կրակ չկար։ Մեր համար շատ հետաքրքիր, իրանց մոտ դա հաց ուտելու ժամ էր, նամազի ժամ էր, ինչ էր, որ իրանք չէին խփում։ Ու այդ ընթացքում մենք էինք սկսում աշխատել։ Բայց հետո իրանք քառակի ավելի շատ դրա պատասխան էին տալի, էլի, այո, ասում են երկու գեղի տեղն էլ հանին, լրիվ դրա պատասխանը տալիս էին։ Մեր համար իրանց տակտիկան էր շատ հետաքրքիր։ Իրանք խփում էին ծառերի կողքից, անտառային տեղերից, ասենք ինչ դքոթ տեղ է, այդտեղից դուրս էր գալի իրանց գրադը, խփում էր, հետ էր մտնում։ Այդ դու չես կարող դիտարկեիր ինքը որտեղ է, որ կարողանաս իրան նշանակետ տաս, նշանակետը հասնի հրետանու ղեկավարման կետ, այնտեղից մարդկոցը խփի։ Այդ խնդիրը։ Տեղաշարժերը անդադ փոփոխվելով էին աշխատում տեխնիկաները։ Հա։ Իսկ զրատանկային իրանց աջակցությունը ինչ հաճախականությամբ էր։ Այսինքն, օրինակ, вообще sense է դա իրանց հրետանի խփումա, դրանից հետո տանկերը առաջ են գալի հետևակի հետ։ Մենք պետքա դիմադրենք, բայց զուգահեռ իրանք էլի հրետանիով խփում են։ Դրան զուգահեռ իրանք կարողանում են դիրքեր վերցնել կամ մերոնք հետո ինչ հակագրոհի անցնելու պահեր։ Քանի որ մենք պահում էինք առաջին պաշտպանական շրջանից Հադրութից մինչև երրորդ պաշտպանական շրջան ընկած հատվածը, այդտեղ դիրքային առաջխաղացում չկար։ Այդտեղ հիմնականում սարեր էր, որոնց գագաթներից հենց իրար հակապատասխան կրակոցներ էր անընդհատ կամ հրետանային ինչ-որ բաներ էր լինում։ Որ դիրքեր գրավել կամ զորքը առաջ գալու տեսանկյունից ծանր տեխնիկայով, դա ավելի շատ
ջրականի Ջաբրայելի կողմից էր գալիս, որովհետև օրեց օր դու հրետանու թևերը նայում էիր։ Մի մարդկոցը կրակում էր դեպի ձախ, որ տենց ասեմ, մյուս մարդկոցներին ամեն օր դու տենում էիր, որ փողերը թեքվում են դեպի աջ։ Անընդհատ Հարավ դեպի։ փոխվում էր, այո, փոխվում էր դեպի այդ կողմի վրա, բայց ամենազարմանալուն էր, որ ինձ մի օր պատմեց մեր D20-ի դիվիզիոնից տղա, որ այն կարգի է հասել արդեն մարտական գործողություններ, որ D20-ը ուղիղ նշանառությամբ կրակել է։ Ասենք այդ շատ որ երազանքներից հնարքային ժանրից է թվում, D20-ը իջացրել են ուղիղ նշանառությամբ տանգի նման կրակել են։ Այդքան մոտ է եղել բանը ադրբեջանական զորքը, իրանք խփել են տանգի։ Ձեր մոտ առաջին նահանջները որ հատվածում եղել արդեն։ Այդ ժամանակ ա եղել, դա եղել է հոկտեմբերի 20, երևի 7-8, երբ որ արդեն հարավից ճեղքումներ կար, արդեն այդ կողմից մոտեցել Հադրութը արդեն վերցրած էր։ Այդքան մնացել ենք, D20-ը սկսեց հետ նահանջանել, D20-ը այն ժամանակ հետ նահանջել, երբ որ ավիառումբերով սկսեցին իրեն հարվածել։ Մեր այդ զորքի հիմնական բանը գիտեք որն էր, որ մենք զորքի շատ բան էինք տալիս, կորուստ կապի խափանումները ու տարբեր ձևերով մեկը մյուսի հետ կապի չպահպանումը, շատ ժամանակ զորքը լավ տիրապետում է իր գործին, լավ կարող է կրակի, լավ գիտի այդ ամեն ինչը ոնց անի, բայց շատ չկողմնորոշված բաներ կար։ Ռացիաների հետ կապված եղել են դեպքեր ձեզ մոտ, որ կապը լսեն Չէ, ադրբեջանցիները։ այտենց մեր մոտ հենց անձամբ չէ, մեր մոտ դեպքի հիմնականում կրակային կետեր կապված էին տապիկի լարով։ Այդ լարերն էր անընդհատ կտրվում, որ ըստ իմ ես մի որոշ ժամանակ կապավորել եմ եղել, իմ համար այդ ամենասխալն է, էլի տապիկի լարով կապել կրակային կետերը, որովհետև իրանք չլսվողն են, չես կարա իրան լսես, բայց խոցելի են, իրան կպավ ինչ-որ մի հատ արկ, ինքը վերջ, կապը կտրվեց մյուս մարդկոցի հետ, ու տենց մյուս մարդկոցի հետ կապը կտրվելուց Հադրութում մի մարդկոց տենց ուղղակի վարի էր գնացել։ Իսկ ընդհանուր ընթացքը հասկացանք, վերջաբանը ոնց ստացավ ձեր մոտ, որ դիրքում կանգնեցվեց պատերազմը ձեր պարագայում։ Այդ ժամանակ առաջ խաղացում ունեինք, հետ ավելի դիրքեր էինք զիջել Մարտունի հատված։ Շատ տարբեր էր այդ պահը։ Մենք անընդհատ հետնահանջ արեցինք, եկանք Մարտունու քաղաքի մեջ։ Քաղաքի միջից արդեն դուրս եկանք, քաղաքից միջից էինք կրակում։ Քաղաքի միջից դուրս եկանք, գնացինք Մոնթեի սար կոչվող տեղ, որտեղ Մոնթեի բիսեդկեն կար։ Հենց այդտեղի այդտեղ ավարտվել է պատերազմը, որ մենք այնտեղ ենք եղել։ Բայց երբ որ մենք այդտեղից տենում էինք ոնց են ադրբեջանական զորքը առաջ գալիս։ Ու ես այնց մի հատ շատ բան ասեցի, խոսք ասեցի, այդ տղեկը մի քիչ բան էին եղել, եղվել էին այդ խոսքից իրականում, ասում են ժողովուրդ, եթե իրանց հրետանի խփում է մեր պիխոտին, ու իրանք գալիս են առաջ, այս տեմպով պատերազմը վերջացել է նոյեմբերի 9-ը լույս 10-ի գիշերը, մի քանի ժամում կարելի էր ավելի շատ բան գրավել, ընդհանուր մինչև Ստեփանակերտ կամ ավելի շատ։ Եթե այդ տեմպով իրանք սկսեին գալ ու մենք չկարողանայինք իրանց դեմը առնենք, բայց պատերազմի ավարտին համար շատ բաներ ինձ քնից հանեցին, տենց գնաց իմ սմենը պիտի փոխվեր, դեռ էր մտածում որ պատերազմը կարող ավարտվի, որովհետև մի քանի անգամ հրադադար եղավ, այդ հրադադարից հետո խախտումներ եղան անընդհատ, քնից որ հանեցին, ասեցին, հել պատերազմը ավարտվել է, ասեցի դե զզվթրիկ էլի ձեռը։ Իրականում իմ մոտ էլ է տենց եղել։ Մեր վաշտով արդեն պատրաստվել ենք, որ հեսա ձմեռն է պետք է հանենք տենց չայնիկ բան, թեջ մեջ արդեն խրամատի մեջ ու այդ մի անգամ իջել ենք, որ 45 օրվա մեջ մի օր իջացել ենք գումարտակ, որ հանգստանանք, բարձրանանք, էլի քնած էինք, մեր ընկերներից մեկը եկավ ասեց, ախպեր հելեք կռիվը բրծել է, բան, դե գնարա, այս մի օրն ենք ստե։ Թողեք հանգստանանք, ինչ եք ուզում։ Ախպեր բա չէ ճշտով բրծել է, ասում հենո յանտ ու вообще։ Ասում Գարեգին հորասարև կռիվը բրծել։ Իմ համար գիտեք որ պահը sense դեժա վյու եկավ մոտս, որ Մհեր Մկրտչյանը ֆիլմի ժամանակ այո մոտենում ասում է վերջացավ ժողովուրդ վերջացավ այդ պատերազմը, այդ պահներ իմ համար է որ բացել են կոնգի այդ դուռը, ասում են հելեք վերջացավ պատերազմը, լավ էլի ինչ պատերազմը ոնց վերջացավ եւ այլն։ Բայց այդ վերջանալու պահին ես ոչ մեկի խոսքին չէի հավատում, որովհետեւ անընդհատ կատակներ էր լնում եւ այլն, եւ որ կոնգի դուռը բացեց պապասը, ասում է հելեք արա դե վերջացել է։ Այդ էր շատ զարմանալու, որովհետև պապայի հետ առաջի օրվանից պատերազմից ծառայել ենք իրար հետ, նույն մարտկոցում, նույն դասակում իրար հետ, իմ համար այդ էր բան, էլի
երբ որ հաստատ papan կատակ չէր անել, ասել պատերազմը վերջացել է տղեկ ելեք, դա էր բարդ մեր համար, բայց դա էլ ոնց որ ընկալեցինք անցավ գնաց։ Իսկ ռազմական գործողություններին զուգընթաց ինչ հետաքրքիր դրվագ որ կուզենաս առանձնացնել։ Ամենասենց քեզ այն հիշողությունը, որ вообще չես մոռանա պատերազմից։ Պապային կյանքում զինվորական հագուստով տենց չեմ տեսել։ Պատերազմի առաջի օրն է, մի քիչ տենց խախանդվել է, մենք իջել ենք հաց բերենք, իմ վրա ռացիա կա ու տենց մի հատ հացի ավտոն գալի կանգնում է, որ ռացիայով սկսում են խոսալ, ասում է Արցախ են եկել առաջին կամավորները, հիմա հասնում են մեր կրակային դիրքեր, իրանց հետ Ալբերտի պապան է, ասում ինչ չջոկեցի, չլսեցի եւ այլն։ Նորից ասում մի հատ էլ կրկնես չլսեցի, ասում հա քո պապան է եկել, բան դուրը բացում է այդ զլի պապան է իջնում գլխարկը դրած զենքերը վրան կապած եւ այլն իմ առաջի արձագանքը իրան խի ես եկել ասես ինչ որ լուրջ ասում խի ես եկել ասում է բա մնա Երևանում ինչ ան Երևանում ոնց կարամ կռվեմ ու դից մենք առաջ օրվանից իրար հետ կռվել ենք նույն մարտկոցում նույն իրար հետ ամեն ինչ արել ենք բայց ամենա այդ բանը որ ես կյանքում չեմ մոռանա այն էր որ առանց մտածել ես քայլ եմ արել, առանց հետագան մտածելու ու հաշվարկելու այդ հետոն ինչ կարող լինի։ Մեր մարտկոցի հրամանատարներից մեկը Երևանում ուչեբկա էր անցնում այդ ժամանակ։ Ու այդ մարտկոցը ոնց որ ղեկավարելու կարիք կա, ես հրամանատարական կետում կապավորն եմ, ասում են ով կիչն ասում ես։ Առանց մտածելու ես այդքան ճանապարհը նախ պետք է իջնեմ, հիմա տեղ խփում են։ Այդտեղ գնացել եմ ես ինչ պետք է անեմ, այդտեղի գործին չեմ տիրապետում եւ այլն։ Գնացել եմ մի անգամից։ Իմ համար էդ էր, բան, ես հետո որ սկսում եմ սառը դատել, ասում եմ, նայ, այդ ճանապարհը ես անցա։ Լավ, որ մի հատ արկ եկավ։ Համ ես էի գնում վարի կոպիտ ասած, համ այդ մարտկոցին էի վարի տալի։ Ղեկավարման ոչ ոք չէին ունենում իրանք, երբ որ ես չհասնեի տեղ։ Բայց փառք Աստծուն, որ ասում է, հա զոհ տվեցինք ընդեղից, ընդհանուր կռվի ժամանակ, բայց այդ մի իմ չմտածված քայլից, չհաշվարկած ավելի ճիշտ, ահագին բան կար կախված։ Իսկ պատերազմի ընթացքում հայրիկի հետ կռվել ավելի շատ պատասխանատվությունը ինչ որ ինչ զգացում է թե զգուշությունը ոնց կնկարագրես այդ մենք ունեինք մի հատ պայմանավորվածություն որ մենք օրվա մեջ մի քանի րոպե ենք իրար տենում ինչքան էլ մենք նույն դասակում ենք իրար հետ շփվում մենք իրարից մի քանի 100 մետր հեռու ենք լինում որովհետև պապան բացի մեր հետ կռվել է ինքը նաև գնում էր այդ զոհվածների դիակները հանելու ինչ որ տարբեր գործողությունների Կարմիր խաչի հետ արդեն պատերազմից հետո էլ մինչև պատերազմն էլ անում էր դա պապան անընդհատ տեսել էր այդ բաները կողքի դիվիզիոնում որ ծնողն ու երեխան նույն տեղում մահացել են կամ հենց մենակ ում ընտանիքին մենք ճանաչում ենք իրանց մի տղենա զոհվել եւ այլն սենց մենք պայմանավորվել էինք որ գոնե եթե ինչ որ բան լինի մեկին տնից այդ մեր համար sense կանոնի նման պահում էինք որովհետև այդ դեպքերը աչքներիս առաջ ունեցել ենք հեշտ էր իրականում մի կողմից հեշտ է որ քո տան անդամը քո հետ է մանավանդ ծնողդ բայց երբ որ դու մտածում ես արդեն հետին պլանում տան ժողովուրդը ոնց է մտածում որ երկու հոգի ունի մարտի դաշտում մի քիչ բարդ է տանեցիների համար իսկ պատերազմը կոնկրետ քո մեջ ինչ է փոխել ինչ է քեզ տվել ինչ է հասկացրել ինչ կուզենայիր դու հասկացնել պատերազմի հասկացածով օրինակ երիտասարդներին այն որ պետքա ծառայեն կամ հնարավոր է հայտնվեն էլի պատերազմական գործողությունների մեջ պատերազմը մարդու որ ասում են մարդիկ դիմակներով են եւ այլն բան ամեն ինչը վերացնում է միանշանակ ամենանեղ իրավիճակում դու տենում ես մարդուն թե ինքը ինչի է արժանի այդ պահին ինչ կարա անի որ չգիտեմ կողքինի կյանքը փրկի կամ ասենք դեպքեր կան թե ինքը ինչի էր պատրաստ հանուն այս ամեն ինչի կամ ինչի է պատրաստ հանուն հենց իրա գոնե մարդու իրական տեսակը այդ պահին բացվում է դու տենում ես չգիտեմ ընկերդ արնահոսում է դու սաղ կյանք վախեցել ես Արունից ես դեպքեր տեսել եմ այդ տղան ես գիտեմ որ ինքը Արունից վախում է ինքը մոտեցել է իր ընկերոջը թեև կապը դրել է առաջին բուժօգնություն ցույց է տվել դրել է ավտոն որ տանեն հիվանդանոց եւ այլն այդ ամեն ինչը բացի այդ մարդկային շփումն է զարգացնում պատերազմը մեր մեջ այդ զարգացրեց երբ որ այդ ամենանեղ պայմաններում դու կիսում ես ուտելիքը ջուրդ այն ամենակարևոր բաները հագուստից բռնած չգիտեմ այն ամենակարևոր բառից դաժե որ այդ բառը սենց սովորական քաղաքացիական կյանքում ոչ մեկի չես ասի
Այնտեղ ասում ես, այ դա ամենակարևորը, նոր եկող սերնդին, ովքեր գնալու են բանակ ծառայելու, նախ իրենց խաղաղ ծառայություն եմ ցանկանում, թող այդ չտենան, ինչ մենք տեսել ենք, բայց եթե անգամ տենան էլ, ամենակարևորը պիտի հիշեն, որ իր որոշումից է կախված կողքինի կյանքը, որովհետև այդ պահին պետք չի ասեմ ես պետք է մենակ ապրեմ, չէ, բա այն կողքինը, այդ կողքինն էլ է մարդ։ Ու ամենակարևորը որ կանխենք այն ամենավատ մտածելակերպը, որ ում համար ենք կռվում, որ ես դեպքեր տեսել եմ, որ ասեցին ինչի համար ենք կռվում, որ բիլետի։ Ես պատասխան ֆրանսիացի ասացի, չէ, կռվում ենք այն հետևում կանգնած մեր տան անդամների, որովհետև իրանք մեր հույսով են հիմա այնտեղ կանգնած հանգիստ, որ մենք հիմա այստեղ կռվում ենք։ Դեպքեր կային, էլի շատ այտենց, բայց ամենակարևորը եկող սերունդը պիտի գիտակցի, որ այդ պահին այդ սահմանին կանգնած ժամանակ կապ չունի սահմանը առաջ գիծա երկրորդ թե հակաօդային պաշտպանություն, իրանից է կախված այս հետոն։ Եվ մի տարածված բան կա, հա, որ օրինակ հիմա թշնամին մեզնից ուժեղա կամ չգիտեմ, ասենց ինչ որ համեմատություններ են անում 44 օրյայի ընթացքում տարբեր տարածքներում, ասենց ասած պաշտպանական շրջաններում, օրինակ լավ իմ օրինակով ասեմ, ես Քարվաճառում եմ ծառայել, այնտեղ ենք պատերազմի մասնակցել, պայքարել, զորքի բարոյահոգեբանական վիճակը, թշնամուն դիմադրելու կամքը, պատրաստակամությունը ինչ մակարդակի վրա էր, բոլորն էլ իրենց կյանքը հանուն հայրենիքի պատրաստ են տալ, բայց հասկանալի է, որ պահեր կլինեն, որ մարդիկ հիասթափություններ կունենան, բայց առավելապես որն էր իրանց մեջ հանուն հայրենիքի պայքարը, թե հիասթափությունը, թե թշնամին մեզանից ուժեղա։ Ես հիմա մի հատ sense օրինակ որ բերեմ, մի քիչ շատ կոպիտ է հնչում, ով կվիրավորվի, ներողություն եմ խնդրում, երբ որ Երևանի վրա հարձակում լինի, ես իմ թաղամասի օրինակով եմ բերում, իմ թաղամասում 5-6 հոգի են լինելու, որ հատուկ իրանց թաղամասի համար կգնան թաղամասի շրջակայքը շրջանաձև պաշտպանություն կկազմեն։ Ես դա 100% գիտեմ։ Բայց այդ նույնը չեմ ասի, ես Մարտունիում եմ ծառայել, Մարտունում գտնվող նախ մոբի, իրանց տների, գիտես, այդ որ հասնում է թշնամին քո տանը, ու անգամ դու արդեն սահմանում ես ապրում, ես այդ մարդկանց այդ բանի վրա զարմացել եմ, իրանք ոչ թե մենակ տղամարդիկ էին այդտեղ զինվոր, իրանք մեծից փոքր կին, տղամարդ, երեխա կապ չունի, սա զինվոր էին։ Ամեն մեկը անում էր մի բան, որ օգնի այնտեղ կանգնած մեր այդպես ծանոթներից մեկի երեխեն այդ վերջում հաց էր բերում, ասում եմ, «Ցուր ես էլի գալի մեր հետ»։ Տանում եմ պապայիս հացն, որ ինքը լավ կռվի, ասում է։ Ու իրանց տունը մի քանի կիլոմետր է ներքև, էլի սահմանից, որտեղ խփում են։ Այդ է էլի ամենակարևորը, որ դու գիտակցես, որ կապ չունի ես այս պահին Երևանից գնում եմ Սյունիքում եմ կռվում, թե Տավուշում, թե Արցախում, ես պահում եմ այդ ամբողջ հայրենիքը։ Թիկունքի աջակցությունը շատ մեծ դեր ունի, եթե համեմատական անցկացնենք, մտքիս եկավ 1918 թվականին Սարտերապատի Մայիսյան հերոսամարտերը, որտեղ թիկունքից աջակցությունը այն մակարդակի վրա էր գտնվում, որ երբ ջրի մատակարարումը քաղաքի դադարել էր, աղջիկները կժերով ջուր էին տանում, ինչը զորքի բարոյահոգեբանական վիճակը ավելի էր ամրապնդում եւ նրանք իսկապես զգում էին, որ իրենց հետևում հասարակություն կա, ում համար որ իրենք պետք է մարտնչեն։ Այդ շատ լավ բան ասեցիր, բայց դրան, քանի որ ես անընդհատ ուզում եմ համապարփակ թեման ներկայացնենք, նաև կար մի հատ խնդիր, որ ոչ զինվորական մարդիկ, այսինքն մոբով եկած, կամավոր եկած մարդիկ, իրանք փորձում են իրանց պատկերացրած քաղաքացիական բարքը բերեն ռազմի դաշտ։ Այդ ամենասխալն ու ամենաչընդունվածը, երբ որ ռազմի դաշտում բոլորը մի գաղափարի են, պաշտպանում ենք հայրենիքը, կյանքի գնով անգամ, ունդեղ լինում է խոսակցություններ տարբեր տեսակի, տարբեր թեմաների մասին։ Դու էստեի տղա ես, դու ունդեի տղա ես, սենց արիր, ճիշտ արիր, վատ արիր, այդ իրականում կործանում է լիքը հարցերում ու լիքը բաներում։ Այդ է պետք վերացնել են, որ հիմա անընդհատ ասում են բանակում կամ բարքեր եւ այլն, բան, այդ ամեն ինչը բանակում ինքն իրան վերանում է մի անգամից, երբ որ զորքը, որ կանոնավոր ծառայում էր, անցնում է մարտական գործողության։ Այդ մարտական գործողության անցնելուց ամեն ինչ զրոյանում է այդ բան, բայց այդ մարտական գործողության ժամանակ, երբ որ գալիս է մոբը ու կամավորը, ես երբ որ ղեկավարման կազմում էի, բանի դիտակետում նայում էինք կամերաներով, հադրութեցի մի հատ պապիկ,
այդ գրանատամյոտով sense կրակում է սարի տակից դուրս եկող թուրքերին։ Այդ պապիկի ճակատագիրը ես չգիտեմ, հիմա հայտնի է թե անհայտ է, Աստվածային ողջ լինի։ Մենք նկատեցինք սարի վերևից, ներքևից բարձրացող մի հատ զինվորականի, որ բնականաբար Ադրբեջանի կողմից էր։ Մոտավորապես 2 ժամ հետո այդ կամերան անջատվեց։ Իրանց մոտ սովորություն էր, իրանք գնում էին սկզբից կամերան էին անջատում, հետո արդեն սկսում էին գրավել ինչ-որ տարածքներ։ Այդ պապիկի այդ տեսարանը իմ համար երևի ամբողջ կյանքում տենց կմնա մի հատ ֆիքսված կադր, որ այդ պապին մոռացել էր երևի ինքը որ պապի է։ Ջահելի նման այդ գրանատամյոտը տանում բերում էր մի անքի ու կրակում էր։ Ես այդ կուզեմ որ լինի մեր այդ մեծ տարիքով մարդկանց մոտ կա, բայց փոքրերի մոտ էլ լինի ջահել սերնդի ոնց ասում են, որ իրանք այս արդեն 18-ից 20 տարեկան զինվորների, ովքեր ժամկետային զինծառայություն ասում, իրանց թիկունքներն այդ մարտական գործողությունների ժամանակ, որ այդ զինվորը չֆրա հետ արկ տվողին, սպասի ու տենա արկ տվողը չկա։ Այս դեպքեր կային էլ, երբ որ նայում ես մեկ 50 տարեկան պապի, 60 տարեկան պապի եկել է, քեզ արկա տալի, որ դու կրակես։ Այդ ամենակարևորն Դա է։ ոգին ամրացնում է Բարձր ավելի պահող ու բանն է։ համախմբված ավելի հեշտ է կռվել, քան թե երբ թիկունքից աջակցություն չկա։ Շնորհակալություն մեր զրույցին հետևելու համար։ Մեր այսօրվա հյուրը Ալբերտը բավականին հետաքրքիր պատմություններ ուներ Մարտունիից, իրենց ունեցած մարտական գործողությունների ընթացքից եւ շատ նաեւ կարեւոր էր թե ինչի վրա վերջացրեցինք մեր այսօրվա հաղորդումը, որ պատմեց այդ Հադրութեցի պապիկի պատմությունը, քանի որ պապիկները, ինչպես նաև բոլոր այն երիտասարդներն ու հայրենակիցները մասնակցում են պատերազմներին եւ ցույց են տալիս իրենց քաջությունը, ես որպես նույնպես պատերազմի մասնակից ուզում եի վերջացնել հետեւյալ տողերով եւ մենք ենք, որի առաջից թշնամին փախչում էր եւ թշնամին էլ նույն թշնամին է, Վազգեն Սարգսյան։